Ապրիլի 23-ից էլեկտրացանցի նոր բաժանորդ կարելի է դառնալ 30-ից 40% իջեցված գնով։ Մի քանի ամիս տևած վերլուծությունների արդյունքում հետ նախաձեռնությունը ընդունվեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։ Բոլոր մեր քաղաքացիները, ովքեր որ սկսած արդեն վաղվանից նոր դիմում հայտեր կներկայացնեն իրենց սպառման էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու, այսինքն նոր բաժանորդ դառնալու, արդեն վճարները կկատարվի նոր սակագներով, մինչև 40% ավելի ցածր սակագներով, առանձնատների, բազմաբնակարան շենքերի բնակարանների, իսկ իրենց մատակարարվող էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման այդ գործակիցները կվճարեն գրեթե 55 մինչև 55% ցածր գործակիցներով։ Այս փոփոխությունը վերաբերում է ոչ միայն ֆիզիկական, այլև իրավաբանական անձանց՝ ի պատասխան սակագների իջեցումը ընտրությունների հետ կապելու մեղադրանքներին, Պետրոսյանը առաջարկում է նայել փաստերին։ Ես չգիտեմ ով ինչ կհամարի, ով ինչպես կդիրքավորի համապետական ընտրություններից առաջ, ով ինչով ինչը կպայմանավորի, բայց փաստը մնում է այն, որ գործող սակագնի մեջ չբարձրացնելով, չվերանայելով գործող սակագինը, մեզ հաջողվեց ամիսներ տևած ժամանակավոր կառավարման արդյունքում այնպիսի խնայողություններ ձևավորել, ֆինանսատնտեսական վիճակը այնպիսի բարվոք եւ լավ վիճակի հասցնել ընկերության, որ առանց լրացուցիչ միջոցներ ներգրավելու, առանց հավելյալ ֆինանսական բեռ ստանձնելու, մեզ հաջողվեց ոչ միայն ավելի քան 47 միլիոն ամերիկյան դոլարի համարժեք վարկային պարտավորություններ մարել, ընդ որում գրեթե կեսը վաղաժամկետ կարգով, այլ նաև հաջողվեց այս կարևորագույն բարեփոխում իրականացնել։ Հարցը բացարձակ քաղաքական կոմպոնենտ չունի, չնայած դուք եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ կարող են իրենց ձև մեկնաբանել, կարծիք կազմել, դա ձեր իրավունքն է, բայց ես որպես հանձնաժողովի նախագահ եւ ոլորտը կարգավորող մարմնի ղեկավար պնդում եմ եւ ասում եմ, որ այստեղ բացարձակապես քաղաքական կոմպոնենտ մենք առաջնահերթություն չի եղել մեզ համար, ստեղծվել է հնարավորություն այսօր սակագինը միացման սակագինը նվազեցնելու եւ մենք գնացել ենք այդ ողջամիտ քայլին, իսկ թե ինչ պատճառով է դա ստեղծվել, դա այլ հարց է։ Ստեղծվել է այն պատճառով, որ արդեն ասացի իմ խոսքում, այդ սակագինը ձևավորվում է հաստատուն ծախսերից եւ փոփոխական ծախսերից։ Եվ փոփոխական ծախսերի մասով ունենք դրական դինամիկա եւ հաստատուն ծախսերի մասով։ Մեսրոպյանը հիշեցնում է, այս մասին ամիսներ առաջ էին հայտնել։ Կարգավորվող մարմնի ղեկավարները ներկայացրեցին մեզ տվյալ դեպքում ՀԵՑ-ի ներկա ղեկավարները այդ առաջարկությամբ հանդես եկան եւ նշված ժամկետներում այդ առաջարկները մեր կողմից, մեր աշխատակազմի կողմից, մասնագիտական ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվեցին մանրամասն։ Ռոմանոս Պետրոսյանի գնահատմամբ սակագնի այս իջեցումը հնարավոր կլինի պահպանել նաև հետագա տարիներին։ Ֆինանսական տեսակետից այսօր ՀԵՑ-ի վիճակը բավականին լավ, կայուն եւ հեռանկարային վիճակում է գտնվում ՀԵՑ-ը։ Հիշեցնեմ, որ մենք շուրջ 47 միլիոն դոլարի համարժեք վարկային պարտավորություններ ենք մարել, այդ թվում 21.5 միլիոնը վաղաժամկետ կարգով ենք մարել, մնացածը պլանային, ինչպես նաեւ մի շարք ցանցի վերազինման նախաձեռնություններ ենք արդեն իսկ կյանքի կոչել, որոնք որ նախկին շրջանում, ինչպես նաև ներդրումային ծրագրով նախորդ տարիներին նախատեսված չէր։ Բոլոր այդ միջոցները մենք ուղղում ենք բացառապես ՀԵՑ-ի սեփական միջոցներով, բոլոր այդ նախաձեռնությունները իրականացվում են առանց մեկ դրամ լրացուցիչ վարկային միջոց ներգրավելու եւ բացառապես ֆինանսատնտեսական արդյունավետ կառավարման արդյունքում։ Իր պաշտոնավարման ժամկետներից խոսելիս մանրամասնում է, այն ֆիքսված որոշմամբ չի սահմանվում, նա նշանակվել է վարչական ակտով մինչև գործընթացի ավարտը։ Խոսքը ՀԵՑ-ի պետականացման ամբողջական ավարտի մասին է, որը օրենքի համաձայն կարող է տևել եւս մի քանի ամիս։ Պետրոսյանի խոսքով կա վարչական դատարանի որոշում, որով կառավարությանը մինչև մայիսի 25-ը արգելվում է ընկերությունը հայտարարել հանրային գերակաշռ։ Այս ժամանակահատվածը տրամադրվել է, որ սեփականատերերի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր լինի ՀԵՑ-ի բաժնետոմսերի ամբողջական փոխանցումը պետությանը, եթե մինչև մայիսի 25-ը գործարք չկայանա, գործընթացը կանցնի հաջորդ փուլ հանրային գերակաշռ ճանաչելու որոշմամբ, ինչից հետո կսկսվի ընկերության շուկայական արժեքի գնահատումը, որը եւս մի քանի ամիս կպահանջի։ Իրինա Մկրտչյան, լուրեր։